կապված ինչ է լինելու Սյունիքի ճակատագիրը, բա ոնց է լինելու Սյունիքի ճակատագիրը, բա Սյունիքի անվտանգության հարցը, բա Սյունիքի չգիտեմ ես ինչ հարցը, բա Սյունիքի են ինչ հարցը, ես եկել եմ ձեզ ասելու, սիրելիներս, Սյունիքի հարց ընդհանրապես գոյություն չունի, Սյունիքը չունի, որովհետև Սյունիքը եղել է կա ու կլինի Հայաստանի Հանրապետության անկախ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս եւ 2025 թվականի օգոստոսի 8-ից հատկապես հետո որևէ մեկը որևէ տեղ չի կարող որևէ կերպ դա դնել կասկածի տակ եւ ես եկել եմ սա ձեզ ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ասելու բայց այսօր դա շատերին է ցնցումների մեջ գցում որովհետև նրանց պետք է որ նրանք գան լացակումած խոսեն Սյունիքի մասին, լացակումած խոսեն Մեղրիի մասին, լացակումած խոսեն Կապանի մասին, ինչ խոսք, մենք ընդունում ենք եւ ասել ենք որ մենք ունենք նաև որոշակի տարածքների խնդիրներ, բայց այդ տարածքների խնդիրներ դե յուրե լուծված է եւ դե ֆակտո լուծումը ընդամենը ժամանակի հարց է, որովհետեւ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը իրավական պարտադիր ուժ ունի եւ Հայաստանում եւ Ադրբեջանում արձանագրվել է, որ Ալմաթայի հռչակագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք է։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ խորհրդային միության ժամանակ այնինչ եղել է խորհրդային Հայաստանի տիրապետության տակ 100%-ով եւ անվերապահորեն լինելու է Հայաստանի Հանրապետության տիրապետության ներքո եւ սա դե յուրե այլևս արձանագրված փաստ է դե ֆակտոն կարձանագրվի շատ շուտով սահմանազատման գործընթացում բայց ելի եմ ասում պատերազմի եռագլուխ կուսակցությունը ցնցումների մեջ է փաստից եւ ես ուզում եմ որ դուք հստակ արձանագրեք ովքեր են այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը դա նախկին 2007-2010 թվականի 13 թվականի չգիտեմ նախկին այդ թվականների կոալիցիաներն են Ռոբերտ Քոչարյան Դաշնակցություն Գագիկ Ծառուկյան ԲՀԿ իր թևերով դա եւ հիմա ուժեղ Հայաստանը որում ընդգրկված են նախ Սերժ Սարգսյանը ուղիղ եւ բոլոր հանրապետական կուսակցությունը ուղիղ ձևերով ներգրաված է եւ աջակցում է ել չեմ ասում կալուգացի օլիգարխի եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը եւ նաեւ հանրապետական խմբակցության ղեկավարն է եղել ես ուզում եմ ձեզ ասել որի դեմս եռագլուխ պատերազմի եռագլուխ կուսակցության գործ ունենք նախորդ հանցավոր մաֆիայի հետ որը դուրս է եկել վերջին մարտի հասկանալով որ այլևս ոչ մարտի մեկը ոչ մյուս հանցագործությունների պատժից ոչ թալանածը միջև վերջին կոպեկը վերադարձնելուց չեն կարողանալու խուսափել նրանք Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյան նաև կալուգացի օլիգարխ դուրս են եկել վերջին մարտի, որպեսզի ձեզնից խլեն ձեզ պատկանող իշխանությունը, բայց ես համոզված եմ դուք դա թույլ չեք տալու, որովհետև ես չեմ կարող հավատալ, որ դուք ձեզ պատկանող իշխանությունը կզիջեք քրյա օլիգարխիկ ռեժիմին, որը ջախջախված է եւ որը դուրս է եկել հուսահատ մարդի փրփուրներից կախվելով, բայց նրանք չեն կարողանալու բռնվել փրփուրներից, որովհետեւ ժողովրդական իշխանությունը ի վերջո նրանց բերելու է
պատասխանատվության եւ ժողովրդական իշխանությունը նրանց բերում է պատասխանատվության եւ ուրեմն 2026 թվականի հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք ձեր պետությանը, տեր կանգնեք ձեր իշխանությանը, տեր կանգնեք ձեր խաղաղությանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար